Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նորանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ, սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանի հետ։ Ողջունում եմ, պարոն Սարգսյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հայտնի ոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ քրգործի 297-րդ հոդվածի այսինչ մասի են ինչ կետերով հնչում է այսպես. տեղեկատվական կամ այլ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով անձանց խմբի կողմից կատարված խուլիգանություն, նրանց սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում, ինչպես հայտնի է, խոսքը գնում էր նրա մասին, որ նրանց համարում են, որ խուլիգանական արարք է կոչվում, նրանց կողմից ազգային ժողովի նախագահի հասցեին, ուրեմն արված հայհոյանքները, իհարկե սա ունի նախապատմություն, ազգային ժողովի նախագահը եւս նրանց ինչ-որ որակումներ է տվել, այս պահին ունենք այն, ինչ ունենք ձեր գնահատականը իրավիճակի։ Գոյությունի Ստրայզանդի էֆեկտ։ Նախավարաճ համարում եմ երկու կողմի արարքն անընդունելի, թե Վազգենից խոսացածը և թե քրեական գործի հարուցումը լրիվ անընդունելի թեմա, բայց միևնույն ժամանակ, երբ որ ինչ-որ միտեղ գտնվում եք, որտեղ այն որ ասում եմ շատ վատ մեկ իրան դրսևորում, ասենք երկու օրոքի մարդը պատկերացնում մեծ ծննդական միջոցառում են, որպեսզի ասում եմ տրամադրությունները ոչ մի գիտում, չտեսնելու ես տալիս, անտեսում ես, որ բան չլինի, կռիվ չես արկում ամեն դեպքում։ Ինչի համար եմ սա ասում, որտեղ իրականում ինձ մոտ ամրապնդվում է համոզմունքը, որ գործող իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի նախկինների ֆոնին հանդես գան նորից։ Եկեք չմոռանանք, որ սրանից նախորդ շաբաթ մեծ հարցազրույց էր Վազգենի և Նարեկի մոտ, որը տալիս էր երկրորդ նախագահան 6.5-7 ժամանոց և մեծ հաշվով տենց որ նայում նենց չի, որ տղեկի պոդքասթը շատ է նայվում, ինքը բան չի, տվեց ու տվեց, Սերժ Սարգսյանն է, երկրորդ նախագահն է, տվեց, ովքեր որ հետաքրքրվում են պատմությունով Հայաստանի, իրանց համար լավ նյութ, երբեք չի եղել, որ երկրորդ նախագահն է, ինձ թվում է իր 10 տարվա նախագահության ընթացքում ինքը այդքան հարցազրույց չէր տվել, ինչքան մի անգամից ինքը փակեց թեման։ Պատմաբանների համար, մեր համար, վերլուծաբանների համար, սոցիոլոգների համար, բանը շատ կարևոր գործընթաց է, դիվանագետների, որպեսզի հասկանան ինչը ոնց է։ Բայց սա ընդհանրապես պատմական ակնարկ էր, երևի թե։ Միևնույն ժամանակ ինչ է պետք գործող իշխանություններին պետք է երևալ ինչ-որ մեկի ֆոնին ու լավ երևալ, որտև իրականում, հենց որ իրանք անում են, եթե այդ շատ վատ ֆոնը չլինի նախկինների, նախ կրկնեմ թեզը, հիպոթեզա, որ ապացուցված է, ինքը աքսիոմ է, որ գործող իշխանությունները արդեն նախկին են, որտև իրանք նախ բխել են ընդեղից, երկրորդ 7 տարի իշխանության են, և պետք չի մոռանալ, որ հենց այն նախկինները իրանց իշխանությունը փոխանցեցին, կանրադառնամ սրան եթե ուզում, բայց ամեն դեպքում, ինչի է պետք անել, հիմա տեսեք, ուշադրությունը բևեռվում է, քրեական գործը հարուցվում, բավականին մեծ աղմուկ է բարձրանում, այդ մեծ աղմուկի արդյունքում այդ ում են ձերբակալել, ինչ են արել, ինչի համար, դե ով ճանաչում է, ով չի ճանաչում, սկսում է ման գա, իսկ որ ման է գալիս, իրանց ամենամեծ բան, դիտումներ հավաքող նյութն է տեսնում, որը եղել է մեկ շաբաթ առաջ և որտեղ խոսացել է Սերժ Սարգսյանը 7 ժամ։ Ինչ է անում իշխանությունը անում է, որպեսզի հնարավորինս շատ մարդ նայի Սերժ Սարգսյանի 7 ժամանոց հարցազրույցը, որտեղ ասենք Վազգենին Նարեկին 5 տարի կտան, թե չեն տա, եթե չեմ սխալվում այդ հոդվածը մինչև 5 տարի է, դա մի հարց է, և դա լրագրողական հարց է, դա լրագրողական էթիկայի հարց է, ի վերջո պոդքաստ է, եղբայր YouTube-ին դիմի թող անջատեն, ինչ մի քրեական, ինչ խուլիգանություն, այդ ինչ խուլիգանություն է, որտեղ ինչ հայոյելը խուլիգանություն է, իսկ հակառակ հայոյելը խուլիգանություն չի,
в смысле, որտեղ է այդ բանը։ Ի վերջո ապրում ենք մի երկրում, որտեղ գրեթե բոլորը տակարուն են, այսպես թե այնպես։ Եվ այսպես թե այնպես սկսած գործող վարչապետից վերջացրած ամենավերջի մանկապարտեզի տնօրենով ինչ-որ մի պահ մեկին հայում են, խուլիգանություն չի, դա արտահայտում է էմոցիաների։ Քաղաքական պայքարի ձև է դարձել։ Ինչ քաղաքական պայքարի ձև, հիմա քաղաքական պայքար է մեզ մոտ, սա նախընտրական ինչ-որ բաներ, հա, տղաներ, սա նախընտրական թեմա է։ Այս դեպքը չէ, բայց ընդհանրապես այդ հայհոյանքը ինչ է ընդհանրապես։ Հայհոյանքը դա սոցիոլոգիական մեխանիզմ կարան բացատրել։ Դա ագրեսիայի դուրս տալու պահ, որպեսզի ագրեսիան չվերածվի ֆիզիկական բանի, այդ էմոցիոնալ բանը, պորտկումը դուրս է գալի բառախաղի տեսքով։ Այսինքն էմոցիոնալ տեսանկյունից ինքը նույնքան բանա տալիս, հնարավորություն է տալիս ստրեսից դուրս գալ, որքան եւ ասենք լավ ֆիզիկական մարզանքը, չէ, նու в смысле նույն բանն է։ Հա, կարաս կռիվանես, կարաս ձեն չանես կռիվանես, կարաս ձեն չանես մեջդ գցես ինֆարկտից մեռնես, կարաս հայոյես տակից դուրս գաս գնաս։ Այսինքն այդ էմոցիաները պետք է դուրս գա մի ձև։ Okay, սա էլ է էմոցիոնալ, նա էլ է էմոցիոնալ, լա իհարկե ազգային ժողովի նախագահան, բան հատուկ կարգավիճակ, հասկանում եմ, այլ եմ ասում, անընդունելի է, չեմ ընդունում այդ բանը։ Ընդհանուր առմամբ չեմ հասկանում մոսկայի տարբերուկ բանը, ասենք այդ ինչի համար է պետք դուրս գալ այն մակարդակի վրա, որտեղ որ դու բան չես, ասենք ազգային ժողովի նախագահ ես, ինչ ես խոսում։ Ինչ ես բան անում, այն որ ժամանակին հազիվ ստացանք այն փաստը, որ ազգային ժողովի նախագահան դադարեց պատասխանել Մարիա Զախարովային։ Հազիվ, բավական երկար ժամանակ մենոնք պատասխանում էին ինչ որ խոսնակի վրա։ Ինչ որ ալկաշին պաշտոնապես պատասխանում էին։ Հիմա խեք բան անում, այդ Ստրեյզենդի էֆեկտն է, ոչ մեկ չգիտեր, դա հիմա ասեցին, այ քեզ բան։ Վստահեցնում եմ, որ այն ինչ որ որակավորում որ խուլիգանությունը դա ամենածանր բանը չի, որը լսվում է փողոցներում։ Մի քիչ որ բանը աշխարհին երկար են նայում պետական ավտոմեքենայի պատոհանից, մի քիչ որ դուրս գան շարժվեն փողոցում, միգուցե հասկանան, որ դա, ասենք, նորմալ ձևակերպում է իրենց հասցեին։ Որ նենց չի, որ դուք չեք թողում, որ մարդիկ պոդքասթով ասեն, նենց չի, որ չեն ասում ուրիշ տեղ։ Այսինքն պրոբլեմը դրա ուրիշ տեղ է։ Նախ, երկու, ինչ իմաստ ունի սա վերածել բանի։ Նմանատիպ քաղաքական պայքար։ Այսինքն ստորագրվել, որ քաղաքական պայքար է։ Էլ եմ ասում։ Երկու արդյունք։ Մեկ, ստացվեց, որ համապատասխանաբար քաղաքական պայքարը վերաձևակերպեց գնաց եւ մտավ այնտեղ, որ իրանք առաջարկեցին դիտել երկրորդ նախագահին եւ ձերքի հետ նաեւ պատժեցին շակերտավոր պատժեցին դեռ հայտնի չի դատարան ինչ որոշում կայացնի, բայց ձերբակալեցին տենց մասկի շոուով ձերբակալեցին մարդկանց իդեպ երկուսն էլ նենց չի, որ առաջի անգամ են նման գործողություն անում, հա իրենք տիպը համարենք ռեցիդիվ, որտեղ մինչև այդ ինչ-որ բաներ եղել է։ Դա մի քանի դատական գործ ա եղել, ես գիտեմ շուտ մեղադրանքներ ա եղել, բան ա եղել, հա օքեյ, լավ, ասենք, հարց չկա։ Այդ երկուսին դատարանով կտանեք 5 տարով կնստացնեք, բայց արդյունքում ստացվեց, որ հնարավորինս շատ մարդ գնաց նայեց Սերժ Սարգսյանի հարցազրույցը։ Առանձնապես նայելու բան չկա, բայց դա ամեն դեպքում։ Այսինքն դուք բոլոր դեպքերում չեք կապում դա նախընտրական այս շրջանում։ Ընդհակառակ կապում եմ։ Կապում եք։ Ընդհակառակ կապում եմ։ Ես բանով եմ ասում, սարկազմով եմ ասում, որ եթե նախընտրականը սկսել է, տղեկ, ասեք մենք է իմանանք, որ սկսել է։ Դե սկսել է։ Եկեք, չէ, տեսեք, եթե նախընտրականը սկսել է, ուրեմն տղամարդկություն ունեցեք, հմեկից դուրս եկեք։ Հա, հանրայինի եթերը մի սեփականաշնորհեք, եթե նախընտրականը սկսե, հորդորում եմ, կոչ եմ անում, դիմում եմ։ Տղեկ, ուրեմն ինձ շաբաթը 2 ժամ հանրայինով տվեք։ Թե չէ մտել եք հանրային չեք դուրս գալիս, ձեռի եթել ում պատայի բան եք անում, դուք նախընտրական եք անում, որ ժողովրդին լավ երևաք, սուտ եք խոսում, որ խաղաղություն կա, սուտ եք խոսում, որ բան անասնակեր եք բերում մարդկանց հրամցնում։ Ռուսական ցորենը, որը բարձրակարգ է, այդ պետքա ստուգվի,
Ռուսաստանի Դաշնությունը բարձր կարգի ծորեն չի արտահանում, դա արգելված է, հետևաբար գողացած ուկրաինական ծորեն եք բերել մեծ հավանականությամբ։ Դուք այդ բանին անմեղության կանխավարկած չի գործում Ռուսաստանի համար, որպես մանկապիղծ ռազմական հանցագործ բանակ ունեցող երկրի եւ գողացող երկրի համար, որը Արցախի էթնիկ զտումը արել եւ սով էր անում Արցախում, իր հանդեպ գործում է մեղավորության կանխավարկված։ Հետևաբար Ռուսաստանն էլ պետք է տեղեկան, քանի դուք էլ պետք է անցկացնեք էքսպերտիզա եւ էքսպերտիզան պաշտոնապես հրապարակեք, ոչ թե 44 օրյայի պես դնեք սուհուժ գախտնի տակուն դնեք առաջի բաժնում։ Էկոնոմիկայի փոխնախարարն ասաց, որ Ռուսաստանի ժամանած հացահատիկը բարձրորակ է, իսկ Ղազախստանից եկածը 4-րդ կատեգորիա է։ Փաշինյանն էլ ասաց, ինչ եք մեզանից ուզում, սա կառավարությունը չի պատվիրել։ Մասնավորն է պատվիրել, ուզում է 4-րդ կատեգորիա պատվիրի, ուզում է, չգիտեմ, լուրջ եք ասում, այսինքն անասնակերի համար շուխուր եք անում, որ ճանապարհը բացվի։ Զախարովան էլ ներողություն, որ մեջ բերում եմ, դուք մի քիչ առաջ նշեցիք, որ պատասխանել պետք չի, բայց Զախարովան էլ ասում է, տեսեք, մենք միշտ եկել ենք Հայաստանին օգնության եւ վերհիշեց այնտեղ որ երկաթգիծ էր խարխլվել սելերից եւ բանից։ Դե սեփականությունը վերականգնել եք յանի։ Եվ ասում է հացահատիկ բերեցինք Ադրբեջանի շնորհիվ։ Օֆ, լավ, в общем։ Հիմա նախ էկոնոմիկայի նախարարությունը հայտնի է նրանով, որ այնտեղ աշխատել է անձնավորություն, որը բավականին լուրջ խնդիրներ է առաջացրել թե Հայաստանի Հանրապետության, թե էկոնոմիկայի համար։ Խոսքը Ոմն Վահան Քերոբյանի մասին է, որի վրա քրգործեր կան։ Սա մեկ, երկու, ինքը բերել է նաև մեկ փոխնախարար, ինչի համար եմ ասում, հա, էկոնոմիկայի նախարարության հետ կապված մղձավանջ է մի հատ փոխնախարար բերեք քրեական գործերի տակ գտնվող, որը մեքենայություն ժուլիկ էր։ Ռուսաստանում քրգործեր կար, ժուլիկ էր։ Նենց որ էկոնոմիկա, որ ասում եք էկոնոմիկայի նախարար, էկոնոմիկայի փոխնախարար, այդ մի քիչ գործում է մեղավորության կանխավարկածը, սուտ է խոսում։ Էկոնոմիկայի փոխնախարարը հիմք չի։ Միջազգայինորեն ճանաչված լաբորատոր հետազոտության արդյունքն է հիմք։ Այդ ծորենը բարձրակարգ է, թե ոչ։ Այդ ծորենը աճեցված է Ռուսաստանի Դաշնության տարածքում, թե ոչ, ընդ որում հին տարածքում, ոչ թե բան, հա, այդ ծորենը գողացած է, թե ոչ։ Եթե այդ ծորենը գողացած է, հետևաբար Հայաստանի Հանրապետության կառավարությունը հանդիսանում է ռազմական հանցագործ, որտեղ գողացած ծորեն է ընդունում։ Վերջակետ։ Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև տարեվերջ Հայաստանի կառավարությունը թղթի վրա պետք է նկարագրի Թրամփի ուղու հետ կապված բոլոր մանրամասները։ Այսօր լրատվամիջոցների մատուցմամբ մենք ծանոթացանք Նիկոլ Փաշինյանի ներկայացրած թրիպի նախագծի ճանապարհային քարտեզի հետ։ Մի քանի կետ կարող ենք միասին դիտարկել, ստեղծվելու է հայ-ամերիկյան համատեղ ընկերություն, այո, դրա մասին մենք գիտեինք, ընկերության տնօրենների խորհրդում տեղերի բաշխումը կապված կլինի կատարված ներդրումների չափի հետ։ Սա արդեն պրոբլեմ է, որտեղ ի սկզբանե մեզ հրամցվում էր, որ լինելու է 50-50-ի։ Գնացինք։ Անկախ բաշխումից ռազմավարական հարցերում Հայաստանի Հանրապետությունը կունենա վճռորոշ խոսք, որոնք են այդ ռազմավարական հարցերը։ Վճռորոշ խոսք, թե վճռորոշ ձայն։ Ձայն։ Օ, լավ, օքեյ։ Նախագիծը բազմակողմանի է, ներառում է Իսկ ընդդեմ գրած է այդ ռազմավարական հարցերը որոնք են։ Դեռ չէ, կետի մեջ չկա։ Դե բա, ինչի մասն է խոսքը։ Այստեղ հետաքրքիր կետ կա։ Լավ, օրինակ սենց ասեմ, երկաթգծի կառուցման ընթացքում թուրքական, ադրբեջանական եւ իսրայելական բանվորական ուժի օգտագործումը դա ռազմավարական հարց է։ Ով է որոշում ինչն է ռազմավարական, այո, ճիշտ եք ասում, մենք չունենք երևի թե այդ սահմանումները։ Ասենք եթե այսպես ասած անվտանգության, ասենք այդ կամերաները, ջերմատեսիլները, բան որոնք պարտադիր պետք է լինեն, եթե պատվիրվի իսրայելական ընկերությանը, դա ռազմավարական հարց է։ Պատասխանեմ, որ ոչ, դա ռազմավարական հարց չի։ Ասենք որ դատա կենտրոն կառուցվի, որի սպասարկումը հանձնվի ադրբեջանական կամ իսրայելական ընկերությանը, դա ռազմավարական հարց է։ Սպասարկումը, ոչ թե կառավարումը։ Ոչ, դա էլ ռազմավարական չի։ Եթե դեպի հարավ դուրս եկող բոլոր օպտիկական մալուխները պարտավորված լինեն անցնեն այդ դատա կենտրոնով, դա ռազմավարական հարց է։
թե կոմերցիոն։ Ինչի համար եմ ասում։ Տրիպը դա թակարդ է, որը Հայաստանի Հանրապետության համար ամբողջական եւ միանշանակ վնաս է։ Այս պահին արդեն հայտնի է, որ այնինչ ասում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն երկաթգիծը կանցնի Մեղրիով, բայց բացի Մեղրիից դու մի ասա։ Մենք տրիպին, տարանցիկ, ուրիշ տեղերով ուրիշ բաներ ենք տալիս։ Գազամուղ, ուրիշ տարածքով, կաբել, ուրիշ տարածքով, տղաջան դա տենց չի, տրիպա, ուրեմն սաղ կտանես ընդեղով։ Եթե չէ, ինչ իմաստ ունի, 4 տեղ ինչի համար ես տամ իմ տարածքը, որպիսի ռազմական հանցագործ Նետանյահուի հետախուզությունը գա նստի իմ տարածքում։ Ձեզ չի թվում, որ Տրամպը ինչ-որ մեկին է հրամցնելու սա, բացի հրեաներից։ Չէ, լուրջ, ինչ-որ մեկի մոտ տպավորությունն է, որ Իսրայելից, Ադրբեջանից և Թուրքիայից բացի մեկը հետաքրքրված է սրանով։ Մեկի вообще ոտերին է այս ճանապարհը։ Ռուսաստանը ոչ մի ձևով չի օգտվելու։ Ռուսաստանը փոքր է ինչ-որ հարցով ստեղ հանդես գալու։ Ռուսաստանը գոյություն չունի։ Լավրովին են հանե բանից արդեն։ Գծերից գցել են, ասել են դու սրանից հետո կնստես կողքից ճուկ-ճուկ կանես, դու ձի ես։ Անգամ կողքից չէ։ Անգամ կողքից չէ, նույնիսկ հա բաներին չեն ուղարկում, ասենք բան չի։ Բայց հարցը որն է, հարցը դրանում է, որ տրիպը թակարդ է, որը Հայաստանի զարգացման տակ ռումբ է։ Իսկ սա ինչ է, Փաշինյան։ Մենք ներկայումս քննարկում ենք զարգացման իրավունքի ժամկետի 2 սցենար 49 կամ 99 տարի եւ ժամկետը կապված է այն փաստի հետ, որ պետք է ներդրումներ կատարվեն եւ ներդրողը պետք է ունենա որոշակի երաշխիք, որ այդ ներդրումը կարդարանա որոշակի շահույթով, ասում է։ Ես հասկանում եմ, որ անիմաստ է գրեթե անիմաստ է բան անել, բայց մեծ հաշվով կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են ինչ-որ կերպ Հայաստանում քաղաքական դաշտում լինել, այս ամեն ինչ, այս բոլոր գործընթացները հնարավորինս սաբոտաժի ենթարկել մինչև գոնե կոնգրեսի ընտրություններ։ Այսինքն մինչև 26 թվականի աշուն հոկտեմբեր-նոյեմբեր։ Դե համենայն դեպս մինչև տարեվերջ ինչ-որ ծրագիր այդ ահավոր կլինի։ Այդ ծրագրով էլ հետո պետք է շարունակվի երևի։ Իրականում Հայաստանի Հանրապետության տնտեսությունը այլանդակ վիճակում է, եւ Նիկոլ Փաշինյանը ինչ որ կերպ վիճակը փրկելու համար թղթի վրա տնտեսական աճ ցույց տալու համար, տնտեսական աճ չէ կներեք, տնտեսական ակտիվության աճ ցույց տալու համար, որտեղ դրանք տարբեր բաներ են։ Ինքը պետքա ինչ որ մի բան անի, որ բերի լցնի այդ ամեն մի գործարքը ինքը հնայում երևալու է, ինքը հետո այդ աճբանը անելու։ Ուրիշ հարց է, որ այդ փողը դուրս կգրվի եւ կերևա մեր հնայում, բայց այդ փողը գնա նույն ամերիկյան ընտրություններին։ Ոնց որ եւ ասենք 140 քանի միլիոն պատրաստվում էին Ամերիկայի կառավարությունը պատրաստում էր կալիֆոռնիական ինչ որ ընկերության տալ։ Պաշտոնապես հայտարարել են, այդ ընկերությունն է հայտնի է նրանով, որ Ավստրալիայում ինչ որ հանքերով է զբաղված, ինչով է զբաղված։ Տնտեսության մասին ենք խոսում, թիվ ունենք նոր, աղքատության մակարդակի նվազում 2%-ով, 2%-ային կետով, կազմելով 21.7%։ Ահավոր թիվ։ Ահավոր է, սա նշանակում է, որ ամեն 5-րդ մարդը աղքատ է։ Իսկ սա գիտեք ինչ է նշանակում։ Մեզ մոտ միջին ընտանիքը, եթե չեմ սխալվում, հələ այնտեղ 3 քանիս է։ Այդ նշանակում որ առնվազն ամեն ընտանիքում աղքատ մարդ կա, որ վերածում եք սատանային տնտեսություններին, դուք հասկանում եք ինչ այլանդակ վիճակ է։ Վերջին 500 տարիների ընթացքում, ասում է Փաշինյանը, լավագույն ժամանակահատվածն է։ Այդ երևի որ բանը, ամեն 5-րդ աղքատության մեջ է ապրում։ Դա լավագույնը իր պատկերացրած։ Դե սովոր է երևի էլ ինքը տենց թրիկով բան երդիկով տակացնել։ Եվ մեկ եւս հայտարարություն Նիկոլ Փաշինյանից, որպեսզի ելույթի մասին մենք կարողանայինք ձեր մեկնաբանել։ Չէ, բայց ահավոր է ժողովուրդ, հասկանում եք ինչ։ Այո, մենք ասում անցնում ենք, ճիշտ եք ասում։ Ահավոր է, ամեն 5-րդը աղքատ է։ Դուք վերջի 5 տարվա մեջ աճ եք ցույց տվել, դուք 15 միլիարդի ոսկի եք լվացել Ռուսաստանի համար։ Դուք երկնիշ տնտեսական աճ եք ցույց տալի։ Ուր գնաց այդ։ Ուրա դա։ Որտեղ է։
Մենակ թողեք մարդկանց քերեն, տանեն, ես իմ հարկային բան լրացրեք, էս արեք, այն արեք, փոքր միջին բիզնեսին ինչի եք ճնշում։ Այն սննդի կետերին ինչի բերեցիք, հասրեցիք 10%, այն դրանց 20%, ինչի համար արա 3% թողեք, թող ապրեին մարդիկ։ Թող աշխատավարձ տային։ Ինչի հասակ նրան, որ իրենք հիմա աշխատող են վերցնում, այդ աշխատողին էլ գրում են աշխատավարձը Սերժ Իվանով ախտերով, ոնց որ գրում էին 75000 դրամ ստանում յանի, հա։ Հարկային բանը մեծացավ։ Մարդը բիզնեսա բացում 3 օր հետո հարկայինը գալի նստում է վզին։ Ինչով եք տարբերվում Սերժից արա։ Այն Խաչատրյան Գագոյի վաղտվա հարկայինից։ Ինչով եք տարբերվում։ Ինչով են տարբերվում, իրենք ինչ են պատասխանում, ինչ եք կարծում։ Չէ, իրանք ոչ մի բանով մեծ հաշվով, ուղղակի սրանք բան են։ Թավշյա, ոչ բռնի, սիրում եմ, խոնարհվում եմ, հիմարություններ են խոսում, գյուղական ինտելիգենցիայի ցիլո են հագնում, ու բան ինչ որ մեկ է ոչ մի բանով։ Նույն բանն է, 21% ահռելի թիվար 18% էր Սերժովը, եթե չեմ սխալվում։ Դե ավելի շատ էլ ա եղել հայտարարված։ Չէ, 24 ա եղել, 25 ա եղել, ես հիշում եմ այդ վիճարայությունում աշխատել եմ հարցը դրանում չի։ Ընդ որում ես ձեզ ասեմ վիճարայություն գալացող թվերը իրանք տենց թավշյա են։ Իրանք իրականության հետ շատ քիչ կապ ունեն։ Ну, չէ, կապ ունեն, այսինքն տրենդը, տենդենսը ճիշտ է, բայց իրանք թավշյա են, իրանք լավ մաքրված են, լավ զտված են, բոլոր կասկածելի բաները, որը որ, ասենք, գերաղկատության թվերը բաներ, իրանք բոլորը բան են։ Էս հələ սա ընթացիկ է, բա որ տեսնակ բանը food security կոչված, այսինքն ինչով են սնվում։ Բա որ պարզի որ հացը եւ ալուրից պատրաստված ապրանքները էլի սկսել են վերադառնալ եւ 60-70%-ը գրավել բանի։ Սննդի։ Այո։ Զամբյուղի։ Այո։ Մակարոնեղեն, բան ինչ որ sense։ Էդ էլա աղքատության ցուցանիշ։ Իսկ ընդհանուր առմամբ եվրոպական ցուցանիշներով աղքատությունը գիտեք որ նա միջին աշխատավարձը վերցնում եք, դրա 60%-ից ներքև ամսական եկամուտ ունեցող անձը գնում է աղքատ։ Ու դա ճիշտ է։ Որտեւ իրականում աղքատ դա իսկ մեր մոտ այլ կերպ է հաշվառ։ Գիտեք ինչ հիշեցի, Փաշինյանի հայտնի այդ հեծանիվով ուղևորությունը կառավարության շենքից մինչև Բաղրամյան, երբ որ նա հայտնաբերեց իր համար, որ խցանումներ կան Երևանում, երևի այսպիսի հայտնաբերություններ, ինքը հայտնի է, ճիշտ եք ասում։ Այս բնակավարում եւս ինքը հայտնի է նման հայտարարություն։ Արվի։ Անցած տարի թե անցած տարի էր, որ ասեցի ես ամեն օր ինձ համար բացահայտում եմ պետական կառավարման մեջ նոր բաներ։ Հետո ինքը հասկացավ, ինչ որ պահի հասկացավ, որ Ռուսաստանի գործակալներ նշանակել պատասխանատու պաշտոնն իր վրա դա լավ բան չի։ Շում եք մի հատ մեծ էլի 21 թե 22 թվականին հարցազրույց տվեց ասած բան։ Ես գիտեի, որ ինքը Ռուսաստանի հետ գործակալը, Ռուսաստանի քաղաքացիական նշանակեցի, որ լավը լինի։ Այսինքն մարդը պետական համակարգ այդ դրանց բան չի հասկանում, բացի դրանից չունի բավականաչափ էքսպերտիզա, որպեսզի խոսահատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, որ իրան բացատրեն, որ գործակալը, ագենտը, ատնիսի պրինիսի իդի նաֆիգը, չի կարա հարց լուծի պետական մակարդակով, ինքը գործակալ է, ինքը գործ տվող է, ինքը նրա շահը պահողն է, ինքը հետադարձ չի կարա լինի, բայց սրա մասին մարդ ով մտնում է այդ շենք, պետք է գլխից իմանա։ Ինքը շատ բաներ էլ ունի բացահայտելու, ինքը մինչև հիմա չի հասկացել, որ այն ինչ որ իրանք անում են, դա նախկինն է։ Հա, հիմա խոսք տվեցի, որ սա էլ բանան են, երևի այս թեման sense պագենք։ Հիշեցնեմ բոլորին, որ Թավշյա ոչ բռնի եւ այլն, որ մեկ-մեկ ասում են Սերժն է իրան իշխանությունը փոխանցել։ Հիշեցնեմ։ 2018 թվականի մայիսի 7-ի դրությամբ, երբ որ քվեարկություններ գնում, որ Նիկոլ Փաշինյանը, որ ռումբ գցեր հայտնի տեղով ուներ 7 ձեն։ Եվ եթե հանրապետական կուսակցության ցանկությունը չլիներ, ինքը չէր դառնա վարչապետ։ Դրանից հետո նույն դաշնակցական իշխանը եղել է բան կառավարության անդամ, մարզպետ։ Որպես հիշատակ այն ժամանակվանից մնացել է Մհեր Գրիգորյանը, որը Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկու բանով էր գալիս, կվոտայով, որից որ Նիկոլը էլ ոնց բացատրենք, որ իրանք նախկին են։ Հետո շատ երկար հանրապետական կուսակցությունը իր հետ համագործակցում էր, կառավարությունը կոալիցիոն էր։
Հենց չստացվի էլի, որ իրանք տենց մաքուր են եղել կամ ասենք իրանք իրանցով եկել են, չէ։ Մտել են ազգային ժողով, քվեարկել են, հանրապետական կուսակցությունը իրանց առաջարկներին կողմա քվեարկել, իրանց կառավարությունը ընդունել է։ Դաշնակցությունը եւս կողմ է, Աղվան Վարդանյանը միայն դեմ էր եւ դուրս եկավ կուսակցության շարքերից, որպեսզի այո չասի, մնացածը ասացին Մնացածը այո, դա չեմ հիշում տես մանրամասները, երբեք չի հետաքրքրել, բայց ամեն դեպքում հիմա, հա, բան չասցի, բայց ասենք, երբ որ հիմա իրանց ասես դու նախքին ես, հենց մի վիրավորում, բայց իրանց կողմնակիցները ոնց են վիրավորվում։ Ժողովուրդ, այդ որ վարչապետը դու ես, որ գորգռում էր, ինչ մոռացել եք։ Չէ՞ որ այնտեղ հանրապետականը մեծամասնություն էր այդ պարլամենտում, 17 թվականին ընտրված նոր։ Այն որ Սերժ Արի ժիլետը մոռացել ես տար, աթոռի վրա կախած։ Այդ ամեն ինչը որտեղից էր։ Ուստի ինչ եք ուզում ասել դրանով։ Ես ուզում եմ ասեմ, որ ոչինչ այդ համակարգում, ընդ որում, անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ իր մտերիմների շնորհիվ ոչինչ չի փոխվել։ Դու կարաս բան անես, ոնց որ կոսմետիկի փոփոխություններ անես։ Իրեն կոսմետիկ փոփոխություններով գնում են, կովիդներ, բան, որ այդ կովիդ պատերազմ բան չլիներ, ավելի շուտ ի հայտ կգար, որ իրանք ունակ չեն պետական կառավարման համակարգային փոփոխությունների, այս մոդելի մեջ։ Այս մոդելը չի նախատեսում Իսկ այս մոդելը բացատրեմ որն է։ Արտաքին վեկտորի փոփոխություն չկա։ Մենք շատ գոհ ենք ԵԱՏՄ-ից, մենք հապկից չենք դուրս գալիս։ Մենք ուղղակի մի քիչ ավելի լավ հարաբերություններ ենք ստեղծում, Սերժը չէր կարող Պուտինի հետ լավ լինել, մենք ավելի լավ կլինենք։ Մեկ էլ բան է, հա, հերթական հիմարությունը Հայաստանի խնդրեմը նրանից է, որ Հայաստանը խաղաղություն չի ուզում։ Դա բացարձակ հիմարություն է, իմբիցիլություն է։ Եվ ասենք պատմական իրողությունից խուսափում հասարակական գիտությունների ընդհանրապես գոնե հիմունքների չիմանալ դիվանագիտության աբսոլյուտնի զրոյական գիտելիքներ եւ ցանկության բացակայություն տնտեսագիտության սոցիոլոգիայի քաղաքագիտության ոչ մի բանի ամեն ինչից հրաժարվել է դիլետանտական կտվորու մակարդակով բան է խաղաղությունը ոչ թե նրանից չի լինում, որ Հայաստանը չի ուզում խաղաղություն կամ Հայաստանը հայերը ուզում են Արարատը, Սիփանը կամ Կորիկոսը։ Խաղաղությունը չի լինում, որովհետև 18 թվականին ստեղծված արհեստական Ադրբեջան պետությունը 36 թվականին ստեղծված արհեստական ադրբեջանցի էթնոսով ստեղծվել է, որպեսզի Հայաստանը չլինի, Նժդեի շնորհիվ որ կա, որպեսզի Սյունիքը կտրեն։ Ես Սելջուկ բոլշևիկյան այդ բանը ինքը միավորվի, նորից եմ ասում, սովետական այդ բանի վրա, այդ որ մաղաղա ու մուրճա, այդ մաղաղ ու մուրճը չի, այդ խաչն է ու կիսալուսինն է, ժամանակին, Տրոցկի ժամանակ, դա տենց է ստեղծվել, որ բոլոր կրոները միանում են մեկ գաղափարի շուրջ, բոլշևիկյան, ես դրա համար եմ ասում, Սելջուկ բոլշևիկյան այլանդակություն, գնանք գովազդի գանք, հեսա անդրադառնանք նաև Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի միավորման։ Գնացին գովազդի եթերում, սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ, շարունակելու ենք զրույցը Կարեն Սարգսյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։
Ասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նոր Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, պարոն Կարեն Սարգսյանի հետ ենք զրուցում, սոցիոլոգ վերլուծաբան, ես խոստացել եմ մեկ վերջին ձևակերպումը Նիկոլ Փաշինյանից եւս ներկայացնեի, որը շարունակությունն է մեր այս զրույցի, որի մասին որտեղ որ մենք կանգնեցինք, այսպես ասեմ։ Եվ այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ եթե իրենց քաղաքական թիմը 2018 թվականին իշխանության գլուխ չլիներ, այսօր ինքնիշխան Հայաստան չէր լինի։ Մեջբերում, որքան էլ անհամեստ լինի, պետք է ասեմ հետևյալը, սա առաքելություն է եւ մենք այն կատարում ենք։ Նիկոլ Փաշինյանը կատարում է այս առաքելությունը։ Ինչ։ Դե Համաձայնվում եք, ասում եք, այո, եթե Նիկոլ Փաշինյանը 18 թվականին չլիներ, ինքնիշխան Հայաստան չէր լինի։ Նույն ոճով պատասխան։ Համեցեք։ Ուրեմն 2007-8 թվականներին, նույնիսկ մի քիչ ավելի շուտ, ես առաջի անգամ կարդացի բլոկչեյնի մասին եւ իմացա, որ բիտկոին կար։ Առաջի տարիներին բիտկոինը մոտավորապես շուտ $20 էր ինչ էր։ Ու ես հանգիստ ինձ կարայի թույլ տայի, ասենք, չգիտեմ, տանեի մի բան զալոգ դնեի, մի 1500-2000 բիտկոին առնեի, ու իմ այնքան փող կունենայի, որ ես Հայաստանը ամբողջությամբ ամեն ինչով կապահովեի ու դա կլիներ իմ առաքելությունը։ Ասեմ, որ իրանք գնան գրողից օց այդ առաքելություններով։ Գործող վարչապետը, որը ժամանակ առ ժամանակ խոսում է գաղափարախոսությունից, հետո 4-րդ հանրապետությունից, հետո չգիտեմ ինչից, բայց չի խոսում, որ տնտեսությունը իր մոտ նենց վիճակում է, որ ինքը ունի աղքատություն։ Ջինի ինդեքսի մասին ընդհանրապես չի խոսում։ Ոչ մեկ ինչի ասում այդ բանը, ճեղքվածքը հարուստների եւ աղքատների միջև ինչ վիճակում է։ Սննդի զամբյուղը ինչ վիճակում է, գյուղերում ոնց են սնվում, բաներում, անշարժ գույքի գները, ով է թույլ տվել Երևանում 25 հարկանոց շենքեր կառուցել, ինչի համար է մարզերը հայաթափվում, ինչի համար են Երևանի կենտրոնում կառուցվում 25 հարգանի շենքեր, ում համար, ով է ապրելու, ինչի համար են Երևանում ստեղծվում թաղամասեր, որոնք պարսափապատ են, չէ որ իրանք եկել էին թավշավոճ, բռնիմ, ձեր բան, բոլորիդ ոտերը լվամ, ջուրը խմեմ դեմքի արտահայտությամբ։ Հիմա Երևանում այդ էլիտար շենքերից բացի, որը գետոներ են, նաև կառուցվում են թաղամասեր, որոնք պարսփապատ են, որ մեջը պետք է ապրեն զոոպարկի ժողովուրդը երևի, չգիտեմ, կապիկներ են զոոպարկի։ Ես մենակ տենց եմ պատկերացնում, որ եթե Պարիսպի հետև նա, այսինքն ինքը ինչ է, ինքը կենթանի է, մենք էլ իրանց նայելու ենք որպես կենթանաբանական այգու ներկայացուցիչ, թե ինչ որ նոր վերնախավ առաջանում գյուղական ինտելիգենցիայի դեմքի ցիլոներով,
ծակնասկիներով քաղաքումս հայտնված մարդիկ, ովքեր հիմա տենց միլիոններ են ծախսում, որ այդ տներում ապրեն։ Բա վարչապետը մեծ խոսը դրա մասին։ Վարչապետը նրա համար չի, որ արմավիրում փառք Աստծո գոնե արմավիրում տոնակատարությունները կանում, լավ է կանում։ Բա մնացածը։ Բա ոնց են ապրում մարդիկ յուղերում։ Բա ինչի համար է, օրինակ, ինչի համար է անասնակեր գալիս։ Քանի անգամ եք Ռուսաստանից եկած ապրանքը ուղարկել պետության հաշվին նորմալ լաբորատորիա եւ նորմալ լաբորատոր հետազոտության արդյունք հրապարակել։ Նորից եմ հարցնում, ոնց կարա կատնամթերքը Հայաստանում, Ռուսաստանից բերած կատնամթերքը Հայաստանում լինի հայկական կատնամթերքից ավելի էժան, եթե Ռուսաստանում դեֆիցիտ է եւ 4-րդ տարին է գները աճում են։ Այդ ոնց է լինում։ Այդ արմավենու յուղը դուք մեջը չեք գտնում, որովհետև չեք ուզում գտնեք, թե ոչ մեկը չի հասկանում, որ այդ արմավենու յուղա, թե ձեզ թվում է, որ ռուսական գոստի ձեզ տեղեկանք են տալիս ու դա բավարար է։ Այսինքն բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են տնտեսությանը, տրանսպորտային կոլապս, չգիտեմ, ասենք ինչի հիման վրա են առնվում այս կամ այն մեծ քանակով, ասենք, չգիտեմ, քաղաքացիական, չեմ ասում ռազմական։ Էլ չասած, որ ռազմական բաներ, ասում բնակչությունը ուզում է մեր առած ռազմական մթերքը եւ սարքած բաները, պաշտպանական դիրքերը գնա նայ։ Եղբայր։ Ինչ է հասկանում այդ մարդը։ Ասենք լավ, տարար, հարատում արտադրված, ասենք 155 մմ-անոց հաուբիցը ցույց տվեցիր։ Այդ մարդը ինչ է հասկանալու։ Դու իրան բացատրում ես, որ ասենք բանկա, որ 65 տոննա է, ուղղակի Հայաստանի ճանապարհներով չի կարա շարժել, որ դե տարի դրել ես, ընդ մնալու է։ Լավ, ինչի համար։ Ինչի ձևի եւ բովանդակության մեջ, ինչի եք ընտրում կապիկությունը։ Ոչ ձևն է ընտրված, ոչ բովանդակությունը, կապիկություն։ Պարոն Սարգսյան, այնինչ դուք ասեցիք, ինքնիշխան Հայաստանի մեջ չի ձևակերպման մեջ չի մտնում։ Նա մատնանշում է։ Ինքնիշխան Հայաստան էր, թե 4-րդ հանրապետություն եւ իրական Հայաստան։ Մեր առաքելությունն էր, որ ինքնիշխան Հայաստանը մնա ինքնիշխան եւ մենք այն կատարում ենք, ասում է նա։ Դե ոչ մեկ չի կարա ստուգի ինքը ճիշտ է ասում, թե չէ, որտեվ դա տեսեք, իրականում նախագահան եթե տենց բան ասի, տարբերություն ասեմ, նախագահի եւ վարչապետի։ Պայմանականորեն վարչապետը դա բնական գիտությունների ներկայացուցիչ է։ Վարչապետը որ մի բան ասում է, պետք է տակը լինի թվով ապացուցելի, վերահսկելի, վերստուգելի մի բան, նու սենց ինչ-որ ֆորմուլաների շարք, որ ցանկացած մեկ այլ մարդ, որը իր բարոյական մտորումների հետ համաձայն չի, վերցնի այդ թվերը, ստուգի, իրանք լինեն թվերը, որը մենակ իրան չեն հասանելի, բաց են, որ ասենք ստուգենք նույն բան անենք, նույն պատասխանը ստանանք։ Այսինքն ցանկացած մարդ, ով բան անում, ինքը պետք է վերցնի ու ասի, հա, հիմա վարչապետը ասում է, մենք ունենք ինչ։ Ինքնիշխան Հայաստան։ Չի ասում, ասում է։ Այդ ինչ էր իր բանը։ Առաքելություն։ Առաքելություն, այո։ Ինքը ունի առաքելություն։ Հիմա դա ոնց ենք ստուգում։ Ինքը ունի առաքելություն, թե Սերժ Սարգսյանը ուներ առաքելություն, որ հասներ երկիրը այն վիճակի, որ Նիկոլի պես անտաղանդը գա ու երկիրը միևնույնն է շարունակի գործել։ Դա հետևյալ կոնտեքստում կարելի է դիտարկել, երբ որ Փաշինյանը ասում է Լեռնային Ղարաբաղի հարցի պատճառով Հայաստանը հայտնվեց որոշակի երկրի գրպանում։ Հիմա մենք փորձում ենք այդ գրպանից դուրս գալ։ Այդ եղբայր վերցնում ենք եւ վերցնում ենք այսօր ինքնիշխան Հայաստան չեր լինի։ Okay։ Եթե Նիկոլ Փաշինյանը այս պահին, այ հենց հիմա համարում է, որ Հայաստանը ինքնիշխան է, ես վատ լուր ունեմ նիկոլականների համար։ Ժողովուրդ, ձեր կուրքը բանա, իրականության հետ քիչ կապ ունի։ Ընդհանրապես, որովհետև ինքնիշխան Հայաստան նշանակում է, որ դու չես սրտատրով սպասում, որպիսի անասնակեր բերելու համար Ղազախստանից ապշերունում վերընկած ինչ-որ մի հատ տափաստանային արվամոլ քեզ թույլ տա, որ այդ բեռը գա։ Ինքնիշխան Հայաստանը էտեն է, որ ասում ես, ես ապրանք եմ բերում, որ հանգարց չթողեցիր, ծնվածը տորը անիծելու ես։
այդ մոտավորապես ինքնիշխան Հայաստանի մասին սենց պատկերացում պետք է լինի, որովհետև այս կուրկուրի ձակ Հայաստանը, որը սրտատրոփ սպասում է, թե ինչ-որ օվերչուկի գեկը ինչ կասի, Քոչարանից ժառանգություն մնացած փոխվարչապետը ոնց կորոշի, որ ճանապարհը կբացվի, մարտով Հայաստանը Կամբոջայի եւ Ալբանիայի հետ ամշտապես շփոթում ինչ որոշում կկայացնի, այսինքն սա ինքնիշխանության հետ նույնքան կապ ունի, ինչքան գետաձին բալետի։ Մենք այսօր ավելի այսինքն ավելի շատ ինքնիշխան չենք, քան եղել ենք Մենք նույնքան ինքնիշխան ենք 18-ից սկսած 18-21-ին մենք գրպանում ենք եղել ասում են Մենք նույնքան ինքնիշխան ենք որքան 2018-ին 2018-ին որովհետև եթե 2018-ին մենք ինքնիշխան չլինեինք Նիկոլ Փաշինյանը կմնար պարլամենտում չուկ-չակ չարակ-չակ ասող անձնավորություն հասկանում եք նույնքան ինքնիշխան ենք ոնց որ այնց չէր որ այդքան մարդ դուրս եկան փողոց որովհետև ասենք չգիտեմ Սերժը անձամբ զանգում էր ասում էր հելեք փողոց չէ իշխանություններն է զարմացան թե ինչքան մարդ դուրս եկավ իրանք է զարմացան ոնց էին ստեղները հասցրել մարդկանց մենք նույնքան ինքնիշխան ենք ոչ ավել ոչ պակաս մասնագիտական տեսանկյունից ասեմ արժեքային համակարգի փոփոխություն չի լինում 7 տարվա մեջ, որից 3 տարին առնվազն ճգնաժամային է, չի լինում։ Ինքը նույնն է։ Հասարակությունը չի փոխվել, Որ նույնն է։ դեպքում դուք կասեք, այո, Փաշինյանի չէ, բայց այս ձևակերպումը այսօր ինքնիշխան Հայաստան ունենք։ Երբ որ Հայաստանի Հանրապետության վարչապետը, անկախ նրանից ով է, երթունակալության ժամանակ կասի Պուտին խույլո։ Այսինքն Ռուսաստանով է դեռևս պայմանավորված։ Միանշանակ ձեր տնտեսության 80%-ը կապնված է Ռուսաստանի հետ։ Մենակ այդ ժամանակ։ Եվ Ռուսաստանը ասում է մեծ լավություն եմ քեզ արել, որ ծորենը Էդ էլ է հասկանում եք, դուք պետքա, այո, դուք պետքա գլխից իրան ցույց տաք ձեր վերաբերմունքը, ձեր քաղաքական, տնտեսական դիրքորոշումը, ձեր ռազմական դիրքորոշումը պետքա ներկայացված լինի, որպեսզի բունկերում նստած անձնավորությունը հանգարց չմտածի, որ ինքը լավ տղա է։ Հասկանում եք, Հայաստանից բացի Պուտինին եւ ոչ մեկ չի հավատում։ Հայաստանը միակ երկիրն է, որ կարա հանգիստ գնա դեպի Եվրամիություն, այս ամբողջ բանի մեջ, կոնգլոմերատի մեջ, բայց ինքը կապած անում է չէ ուրիշ բան։ Հասկանում եք խնդրեմը։ Խնդրեմը այդտեղ է։ Խնդրեմը այնտեղ է, որ Հայաստանի իշխանությունները, Հայաստանի կառավարությունը, իդեմս Նիկոլ Փաշինյանի կառավարության անդամների, ազգային ժողովի, նույն ազգային ժողովի լավ չեն հասկանում, որ Ռուսաստանը վերջացել է։ Ես այն նոր բան արեցի, այդ շենքա, բայց բոլորս գիտենք, որ երկրաշարժը սպասվում, արդեն գիտենք, նույնիսկ ասենք, որ տենց պատկերացնեք հրաբուխ է, որը արդեն ժայթքում, այսինքն 99 եւ 9% հավանականությամբ սա ավարտվելու է երկրաշարժով, որից հետո մի հատ էլ այդ մագման լցվելու է եւ էսել փագի։ Հիմա Ռուսաստանը այդ շենքն է, որը հազիվ ճակ հազիվ կանգնած է, այնտեղ հրաբուխ է։ Հայաստանի կառավարությունը բոլորիս հավաքել է, եկել է այդ շենքի տակ կանգնել, ասում այստեղ հով է։ Ասում ենք չէ, կարող է հով է, բայց ոչ զով է, ոչ էլ ապահով է։ Եկեք հեռու գնանք, ասում է չէ, այստեղ լավ է։ Ինչու՞։ Որովհետև իրանք պերսպեկտիվա ունեն։ Կա պայմանական 40 ավազակների ընտանիք, այդ սուպեր եւ մեգա դախալչիներ, որոնք այդտեղից փող են ստանում։ Եվ մենք մնում ենք այդտեղ, որ երկրաշարժը լիներ, մենք մնալու ենք այդ փլատակների տակ, որովհետև Նիկոլ Փաշինյանը լեզու է գտել այդ 40 բաների հետ։ Չեմ ասում փող է վերցնում իրանցից, ուղղակի լեզու է գտել։ Իրան կոմֆորտ է այդ տարբերակը։ Մեկ ուրիշ անկյունից դիտարկենք այդ երկրաշարժ եք ասում, նման է արդյոք երկրաշարժին։
այս շաբաթ իմացանք, որ Ուկրաինայի արտգործնախարարությունն է հայտարարել, որ Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի հետ խաղաղության բանակցությունների պաշտոնական դադարեցման մասին առաջընթացի բացակայության պատճառով։ Սրա հետևանքները, սա ինչու է տեղի ունեցել եւ սրա այսպես թեթև բան է, չէ՞ ոնց որ թե։ Չէ, թեթև չի։ Տեսեք, մենք արդեն խոսել ենք մի քանի անգամ, Ինչ ճարք է սա։ Մի երկու անգամ խոսել ենք, որովհետեւ սա շատ կարեւոր դրվագ էր։ Նույն ոնց ասեմ, սցենար չի էլի, բայց այդ նույն իրավիճակն է, որի արտացոլման մեկ այլ մասը դա Լավրովի կորելն է բանից։ Խոսքը վերաբերվում է նրան, որ Ռուբիոն ավելի մեծ ազդեցություն է սկսում ձեռք բերել Սպիտակ տանը, քանի որ Վիտկոֆը տապալվեց։ Վիտկոֆը տապալվեց բոլոր տեղերում։ Վիտկոֆը տապալվեց այդ թվում Գազայում։ Վիտկոֆը տապալվեց այդ թվում մեր տարածաշրջանում։ Որտեվ եկեք ճիշտն ասենք, հա, տապալված է սա։ Սա խաղաղության պայմանագրի բացակայությունը, սա տապալումն է։ Տրամպը կարա ասի, որ իհարկե սա Կամբոջան եւ Ալբանիան ստորագրել են։ Նախաստորագրումը։ Հա, լավ է, նախաստորագրումը, հա։ Դե դրանից հետո Ալիևը չի դադարում ռազմատենչ հայտարարություններ անել։ Դրանից հետո ինքը նույնիսկ հրավիրել էր օղորմացիկ արդեն խորը ցավակցություն ենք հայտնում, շատ մտահոգ ենք F-16-ների են օթաչուներին, որոնք որ մեր սպեցնազի վրա ռումբ էին գցում, սատկել են Վրաստանում, որ ընկել է այդ բանը, թուրքական ռազմական ինքնաթիռը, Հագին մարդա սատկե, այդ լավ է։ 20 հոգի են մահացել, իդեպ այսօր չեն մահացել, այտենց մարդիկ սատկում են։ Կներեք։ Զոհվել ասում են, ես ասեմ զոհվել։ Դուք ինչ ուզում եք ասեք, իրանք սատկում են, իրանք բան չեն անում։ Տեսեք, Ռուբիոյի դիրքերը ուժեղանում են։ Ռուբիոյի դիրքերի ուժեղացման շնորհիվ կարողացել են պատժամիջոցներ մտցնել նոր Ռոսնեֆտի եւ Լուկոյլի վրա, դա հեշտ էր, որտեվ ասենք Տրամպը անձնական վիրավորանք անկա Ռուբիոյի ներկայացրածով, քանի որ Վիտկոֆը բան են, տնփեսեն, Կուշներ, Մուշներ, դրանք ռադները քաշել էին Սպիտակ տնից շոթում էին։ Ըստ բանի Ռուբիոն կարողացել է նենց ներկայացնի, որ Տրամպը անձնական վիրավորանք է ընդունել Պուտինի հերթական բառաչոցը։ Եվ սա դարձել է հիմք։ Հիմա արդեն այն ճանապարհի վրա է բանը, որ Տրամպը անձնական վիրավորանք է ընդունել։ Հիմա իրենց պիտի ներողություն խնդրես։ Իսկ Պուտինը ներողություն չի խնդրի։ Ու իսկ Պուտինի համար չեն խառնվի, ասենք Ստալմերը, Ստոդը, բան Ֆինլանդիայի նախագահան, Մեծ Բրիտանիայի վարչապետը, եթե հիշում եք, Մերցը, Ամերիկայի կանցլերը, բան, որոնք գնացին Տրամպին ասին, չէ, այսպես տղա է Զելենսկին, ուղղակի իրար չեք հասկացել, տենց այն կոմոտել են ձիվան բրթողնել, ինչ որ էշեշ դուսա տվել, դրա համար արի գլորենք բանանենք։ Ինչ էր, նույն Վիտկոֆների ու այն բաների պատճառով էր, չէ, կոնֆլիկտը առաջացել, ինչ որ մենք հիմար հարց տվեցին։ Հա, բանի, բաճկոն ունես թե չէ, հա, ասենք ունեմ, հետ կամ քու գործը չի, չունեմ, բեր տուր, ասենք ինչ, Զելենսկին ունեմ։ Այդ փուլը, այդ բանն էր, որ Տրամպին խիստ անհրաժեշտ էր շատ արագ խաղաղություն, ինքը բիզնեսի բան էր, ինքը Ռուսաստանի հետ բիզնեսի կողմնակից էր։ Քանի որ մի փոքր բան է դեմենցիայի մեջ է ուժը չի հասկանում, ինքը դե 5 թվեր է վերցնում։ Հասկանում եք, իրականում բոլորին միևնույն է, մեկ որ հայեր ասում, օրինակ մենք բան ինչի Ադրբեջանի հետ, արա բոլորին միևնույնն է։ Բոլորին չի հետաքրքրում Հայաստանի առանձնահատկությունները, հարաբերությունները Ադրբեջանի բանի հետ։ Կոնֆլիկտ ունես, չունես, ունես, ինչ փող կարելի է պատտվել։ Ամերիկայի համար փող կար Ռուսաստանի հետ պատտվող, շատ չէր 260-300 միլիարդ էր։ Բայց Տրամպի սիրած ոլորտները, այսինքն նավթը եւ բանը, այնտեղ կային։ Հանքարդյունաբերությունը։ Հա դրա համար ինքը տենց նայում էր, ասես դե ասենք խի էլի Exxon-ը ստեղ կար, բանը Shell-ը ստեղ կար, ինչի համար մենք սենց արեցինք։ Եկեք շուշուտ էս պատերազմ բրցնենք սուտա։ Թող լինի։ Ինքը դրանով էր գնում ու իր տեսանկյունից, քանի որ ինքն է ավտորիտար տոտալիտար անձնավորություն է։ Իրան Պուտինը դուր էր գալի, որ կարելի ասենք, չգիտեմ, Նեմցովին սպանել։ Ոնց որ ինքը բան էր անում, մեկ հայտարարում էր, որ խոսենք, չգիտեմ, Բայդենի տղային պետքա գնդակա արել, որտեվ ես իմ ինչ։ Ինքը տենց ցենտր է իր համար, այդ որ կարելի է Նեմցովը որ մեռնի։ Ինքը տուն պատկերացնում էր, շլավ որ սպիտակ տան կողքը, ասենք մի հատ դեմոկրատիկ գլխից կրակ են, իդեալական է։ Հետևաբար
իր մոտ այդ ցանկությունը արագի մեջ Ռուսաստանի հետ պայմանավորել սաղ մնացածի հաշվին։ Նորմալ է, դիկտատոր է, լեզու կտնենք, փող կֆրցնենք, մնացածը ինչ ուզում են թողանեն։ Այդ փուլը վերջացավ, ավարտվեց։ Հիմա Ռուբիոն, որը հասկանում է, որ Ամերիկայի երկարաժամկետ բանի որտեղ Տրամպի պատկերացումները Ամերիկայի մասին, ակնհայտ է, որ Ռուբիոյի պատկերացումները չեն բռնում։ Հիշեցնեմ, որ Ռուբիոն միակն էր Տրամպի ադմինիստրացիայից, որ երկկուսակցական բան է ստացել, աջակցություն է ստացել քվեարկության ժամանակ։ Հիմա Ռուբիոն կարողացել է նենց անի, որ ձևափոխի, ասի իրականում այդ բոբոն Պուտինն է։ Դու Զելենսկու վրա մի փռշտա։ Անասուն է էսա, տես էլ քեզ ապացույց։ А еще ոնց էր Մաուգլիի մեջ։ Он еще называл тебя грязным земляным червяком, հա, желтым земляным червяком, а еще лягушкой։ Հիմա Տրամպին տենց համոզել են, ինքը հիմա էս բանի մեջ է։ Եթե հաջողացնեն էս մի քանի ամիս այդ ոչի մեջ պահեն, Ռուսաստանը կպրծնի։ Որովհետև այս վերջի պատժամիջոցները իստերիկա են առաջացրել Ռուսաստանում։ Վուչիչը Սերբիայի նախագահը ասում է Եվրոպան պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ։ Վուչիչը։ Դե Վուչիչը մեկը լինի Վուչիչին հարցնի դու ով ես տղա ջան։ Ով ես եղել դու։ Այս ահու սարսափը Ռուսաստանի հանդեպ։ Չէ, ահու սարսափը ինքը բանա փորձում է բալանս պահի։ Ну, в общем, սուտախոս։ Լավ, հետ գանք նորից այդ ձևակերպմանը, որ Ուկրաինան ասում է վերջ խաղաղության բանակցությունները, որով պատերազմի կներ եկել, բայց ասեմ, այսինքն երբ որ Եվրոպան պատրաստում է պատերազմին, դա արևմտյան Եվրոպան ասում է 23 թվականից։ Ասենք, չգիտեմ, Լիտվան, Էստոնիան, Լատվիան իրանք փորձում են իրանք սահմանները ամրապնդել, այնտեղ դեռևս, եթե չեմ սխալվում, առաջի ուկրաինական բանից հակամարտության սրացումից, այսինքն 15-16 թվականից, այնտեղ եվրոպական բաներ են, ընդհանուր զորքեր են, ՆԱՏՕ-ի զորքեր են կանգնած, այսինքն երբ որ Վուչիչը արտնանում է ու Բալուսին sense բան անում, ասում է Եվրոպան պատրաստում է պատերազմի, օքեյ, տղա ջան, դու Ադրբեջանին 82 հատ հաուբից ես տվել, դրա համար, դե 56 հատ կանյակ, ուշի մեկից ավել, որ Եվրոպան պատրաստում է պատերազմի, բա դու ինչ ես անում այդ վաղ, այդ հաուբիցները կարող է տայր Ուկրաինային, ինչ ես տվել Ադրբեջանին, Ուկրաինային պետք է, չէ, այս sense, եթե դու էլ Եվրոպա ես, չէ, ոնց որ Դու ոնց որ թե Եվրոպա ես, Ադրբեջանին քեզ տվել, որ ինչ անի Ադրբեջանը այդ հաուբիցները։ Նույն բանն էլ է, նույն հիմար գյադեկն է։ Լավ, ինչ մնաց։ Դեպ ասեմ, Վուչիչի մտերիմներից, այսինքն Վուչիչը ասում են մտերմություն է անում Տրամպի տնփեսակ Կուշների հետ։ Ավելին, Բելգրադում գտնվող ռմբակոծված գլխավոր շտաբի շենքը նվիրաբերված է, տոլի գնված է հենց Տրամպի տնփեսայի կողմից, որպեսզի այնտեղ Տրամփ Թավեր կառուցվի։ Այսինքն այն ինչ որ Վուչիչը խոսում է կամ բան է, այդ հենց այնպես չի պետք է հասկանալ, որ իրականում այնտեղ բավականին մեծ եւ հետաքրքիր փոխկապակցված բաներ կան։ Հենց դրա վրա էի ուզում ուշադրությունը դարձնել, դուք դարձրեցիք։ Շնորհակալ եմ։ Թրամփի մնաց մի բան, այդ մենք խոսեցինք Թրամփի ուղու մասին, բայց մոռացանք, որ Թրամփի կենտրոնական Ասիայի երկրների հանդիպում էր եւ Թրամփը ընդգծեց, որ Թրամփի ուղին էլ կարեւոր է ձեզ համար։ Ինչ որ բան պարզ դարձավ այդ հանդիպումից հետո Թրամփի կամ Միացյալ Նահանգների նպատակների մասին։ Հաջորդիվ հիշենք, որ Տոկաևը Վաշինգտոնից Թրամփին այդ գեղեցիկ խոսքեր էր ասում, շռայլում, դրանից հետո գնաց Պուտինի հետ հանդիպման, այնտեղ ռազմավարական կարծեմ համագործակցության, հեսա համապարփակ ռազմավարական գործընկերության դաշինքի մասին ուրեմն փաստաթուղթ ստորագրեցին եւ մի մեջբերում էլ ներկայացնեմ, այնուհետեւ խնդրեմ ձեզ այս ամեն ինչը կապած իրար ինչպես հարմար կգտնեք, այդպես էլ մեկնաբանեք։ Եվ Ալիևն է ասում, Ադրբեջանը եւ Կենտրոնական Ասիայի երկրները ձևավորում են միասնական աշխարհաքաղաքական տարածք։ Սկսեմ վերջից։ Իդեալական։ Աբշերոնցին բառաչեց ճիշտ բան։ Իրականում Ադրբեջանը տեսեք ինչ լավ է ստացվում։ Ինչ կոչվում է հարավային Կովկաս, Անդրկովկաս, բան, սուտա, բլեֆա։
Եվրոպան ավարտվում է, Եվրոպայի արևելյան սահմանը, դա Հայաստանի սահմանն է, վերջակետ։ Հայաստանը եվրոպական քաղաքակրթության եւ Եվրոպայի մի մաս է, իսկ Ադրբեջանը կենտրոնական Ասիայի տարածք կներենք։ Դուն էլ գալիս է, դուն էլ չի գալիս, այդտենց։ Սա մեկ։ Սա Սելջուկ բոլշևիկյան հիմնականում այդ հրեշի բանի կենտրոնի ձևավորումն է, գլխավոր կենտրոնի բանով, կշիռով։ Ադրբեջան, կենտրոնական Ասիայի երկրներ, այդ հենց Սելջուկ բոլշևիկյան հրեշն է։ Պուտինն էլ էստեղ Պուտինը այդտեղ կողքից է, որտեղ Պուտինը ժողովրդագրական առումով Ռուսաստանը գոյություն չունի այլևս։ Ռուսաստանի իդեպ են հայտնի մի հատ Ալեքսեյ Ռակշակա, որը բանը Ռուսաստանի ժողովրդագրական այն հիմնական բաներից է, պերսոնաժներից է, ինքը Երևանում է հիմա։ Ինքը մեծ բան ունի, համալ լեկցիա ունի։ Ну, в общем, սենց ասեմ, Ռուսաստանի այս պահին իրական թվերով եթե նայում եք, եթե հանում եք միգրանտներին, կենտրոնական Ասիայի եւ հարավային Կովկասի միգրանտներին հանում եք, Ռուսաստանը ոչ թե չի վերարտադրվում, Ռուսաստանը մահանում ահռելի արագ տեմպերով հաշվի առնելով նաեւ Ուկրաինայում սատկացրած 1 միլիոնը եւ փախած 1 միլիոնը։ Հնդկաստանից է կարծեմ մեծ բայց այդ բոլորը կապ չունի Ռուսաստանի հետ։ Այսինքն Ռուսաստանի դաշնությունը որպես, չեմ ասում գերտերություն, այդ արդեն սուտ է, որպես տարածաշրջանային տերություն, որը կարող է եղանակ ստեղծի եւ բանանի, ինքը այլևս գոյություն չունի, որովհետեւ իր մոտ վաղուց այն բնակչությունը, որը ստեղծվում է 60%-ով, ոչ միայն ռուսական չի, այլ նաև ռուսական կայսրության կամ դաշնության ավանդույթ մեջը չի պարունակում։ Ռուսական ասելով ռուս չի։ Հա, ռուսաստանյան չի։ Այսինքն, այտենց եմ ասում, ռուսաստանյան չի, բաշկիրել չեն, որ ասես։ Հենց դրա մասին եմ ասում, չինացի են, կորեացի են, տաջիկ են, ղազախ են, ուզբեկ են, հնդիկ են, նեպալցի են, բան են, բայց ասենք ոչ մի բան չեն, որը իրանց այդ բանի մեջ կա։ Սա ավտոմատ բերում է պետականության ոչնչացման։ Սրա մասին է խոսքը։ Լավ, սա Ռուսաստանը, գանք Թրամփ կենտրոնական Ասիա, Տրամփ կենտրոնական Ասիա, Ալիև Ադրբեջան կենտրոնական Ասիա։ Տրամփ կենտրոնական Ասիա պատմությունը դա այդ նույն հրեական լոբինգի հետ կապված բաներն է, 1000 անգամ երևի ասել եմ, այսքան ժամանակ եթե մեկը համաձայն չլիներ, դե մեր դաշտից եմ ասում, իհարկե կարային հերքեին։ Թուրքիայում է տեղադրված Procter & Gamble, Unilever եւ բոլոր են մնացած գործարանները, որը հիմնականում Ամերիկայում հրեաներն են տիրություն անում, իրանց է պատկանում, որոնք որ արտադրանք էին տալի կենտրոնական Ասիայի համար եւ Ռուսաստանի։ Հիմա Ռուսաստան չկա, չեն կարող տանեն։ Բայց կենտրոնական Ասիայի շուկան ուզում են պահեն, ինչու ոչ նաեւ կենտրոնական Ասիայով մտցնեն այդ ապրանքը Ռուսաստան։ Դե հիմա իրանց այսպես պետքա, որ այդ ճանապարհը գործի։ Վերջակետ։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք Տրամփի ուղու մասին, պետք է հասկանալ, որ հրեական լոբինգի համար այդ ճանապարհը, բացի իսրայելական բանից, որ իրանք կտրեն Հայաստանը, Սյունիքը վերջը կտրեն Հայաստանը ոչնչացնեն որպես պետականություն, որտեղ իրանց տենց հարմար է։ Բացի դրանից գոյություն ունի հրեական լոբինգ, որը արդեն գործարանները դրել է Թուրքիայում, չի կարող արտադրանք տա, որ տանի տա այդ իրանց կենտրոնական Ասիայի ժողովրդին։ Ես ինչի եմ ասում, Procter & Gamble ու բանի գրասենյակները, որոնք Հայաստան են սպասարկում, սա խայտարակություն է։ Գտնվում են Ալմա-Ատայում։ Մեզ բաժին են հասնում գովազդներ, որոնք ստեղծված են իսլամական պետությունների համար։ Սրա մասին է խոսքը։ Տրամփի հետ լավ է գնացեք այդ հարցը լուծեք, արա։ Ձեզ դիտարկում են որպես իսլամական պետություն, դրա համար չեն կարողանում հասկանալ դուք եք Կամբոջա եք թե Ալբանիա արա։ Ամերիկյան փաստաթղթերով դուք Ասիայի մեջ եք։ Դեսպանեք նշանակե թող գնա ամեն մեն Ուիտկոֆա ինչ է, ինչ է, լուտնիկ, մուտնիկ, բայց ասենք Հայաստանը ինչ Ասիա։ Այդ նույն բանն է, հիմա իրանք այնտեղ արտադրանք են տալի, պիտի տան կենտրոնական, իրանց այդ Տրամփի ուղին դրա համար, ինչի համար է դա, որտեղ բան չեն տալ, ողջ են տալ։ Այնտեղ ես մի հարց ունեի փոքրիկ միջանկյալ, Տրամփի նպատակները կամ ավելի շուտ Միացյալ Նահանգների նպատակների մասին նորից եկեք խոսենք, հա։ Այդ տրիպերով որ բան տանեն,
քանի որ ամերիկան փայատեր է, իրանք ոչ մի բան չեն վճարելու Հայաստանին։ Փուճուր կտոր է, այդտեղով տանելու են, Հայաստանին ոչ մի բան չվճարեն։ Եվ միանգամից հայտնվեն այն շուկայում, որը իրանց պետք էր։ Այսինքն, այդ հրեական լոբինգի պատկանող FMCG ապրանքների համար, fast moving բան, այդ goods-ի համար, everyday goods, ոչ իմ, այդ պրակլատկեք, բան, սպարվող, այդ ժիլետները, բաները, այդ սաղ, այդ զիրտ ու զիբիլը, որ կա։ Արագ սպարվող, բան, իրանք միանգամից Թուրքիայում արտադրվում են, Թուրքիայի տարածքով գնում են, միանգամից հայտնվում են այդ շուկաներում։ Արանքը տեղ չկա, տրիպի համար էլ բան չեն մուտք վճարելու։ Իրանք շահում են ցենտրը, Վրաստանին իրանք վճարում են։ Վրաստան իրանք հերթ են կանգնում։ Վրաստան մտնելուց իրանք հերթ են կանգնում։ Մտնելուց, դուրս գալուց Ադրբեջան, ինչ-որ sense բաներ կա։ Իսկ ստեղ ինքը Թուրքիայով կգա կմտնի Նախճեվանով։ Այս նախագիծը, որ մենք մի թեթև ծանոթացանք, այդ ինչքանով որ տեսանք, այնտեղ ինչ որ հուսադրող այդ տեսակետից։ Ինչ հուսադրող։ Ում, կենտրոնական ասեին, հա։ Հասկանում եք խնդրեմը որն է։ Ես sense դիտարկում եմ միշտ կողմերը, հա։ Ուրեմն Էրդողանը, որը շատ է սիրում Օսմանական գաղափարը եւ Թուրքիական գաղափարը, խելքը իրանը չի, հա խոսում, հա գովում, հա բանա, նույնիսկ լեզու հնարեց բոլորի համար, ասեց բոլորս այս լեզվով պետք է գրենք, հա կարտակ, լավ ասենք, օքեյ։ Ախպերս մարդը ասում է 32 թիվ, մենք դուրս կգանք Ղազախստանի հետ ամենախոշոր տնտեսությունը։ 3.2 միլիարդ դոլարի շրջանառոց են։ Կարեք ինձ բացատրեք, որտեղից է այդ լեգենդը, որ տրիպերի շնորհիվ այդտեղ կարա լինի դրանից ավել։ Ասենք լավ կարա լինի բոլոր մնացած երկրները, օքեյ, կարան ասենք եւս կես միլիարդ ստեղծեն։ Ջահանդամը մի միլիարդ։ 4 միլիարդ դոլարի համար։ Դուք Սյունիքը կտրում եք, սարքում եք պրախադնոյդ, որ արա։ Որպիսի ինչ-որ 50 հրեական ընտանիք, որին պատկանում է այդ գործարանները, պրակլատ կա ծախեն կենտրոնական Ասիա։ Իրանց տմեկա ձեր երգիր, արա, վաղ չեմ սուրը պրծնելու այդ իրանք դուրս գան։ Տրամպը դուրս գա նախագահությունից։ Նիկոլասկի են մեկին չի ունենալու, ում Զանգիասինց նեղացնում են։ Չնայած հիմա էլ պիտի Զանգիասի ես Կամբոջայի, Ալբանիայի վարչապետը, Խառը, Հայաստանի վարչապետն է։ Իրան ոչ մեկն դե բանի տեղ չի լինում, ոչ մեկ իրան չի ճանաչում։ Բայց ամեն դեպքում Տրամպի խաթր, արա, որին պետք է ընդամենը այդ հրեական ընտանիքների ձայները։ Դուք բան եք սարքում, արա, պրախադնոյ դվոր եք սարքում։ Պարոն Սարգսյան, շատ մռայլ նկարագրեցիք այս ամենը։ Մեռա ասելով, այսքան ժամանակ ասում եմ բան արեք, գոնե սաբոտաժ արեք։ Տրիպի մասին չի խոսքը։ Ընդհանրապես լուսավոր կետի մասին եկեք խոսենք, միշտ տենց փորձում ենք ինչ-որ բան գտնել, լավ բան, որը գուցե մանկապարտեզներ են սարքում, կարծեմ ցուցակներ են երևում, դպրոցաշինություն կա գյուղերում։ Իզուր է թեման բաց։ Բայց վերջացնում ենք դա։ Հա, ուրեմն տեսեք, այն որ մի բան սարքում են, չի նշանակում որ դա աշխատելու է։ Դա հերթական փողի լվացում է։ Փողը դուրս է գրվում կրթության վրա, սարքում է դպրոց։ Դպրոցի շենքը կրթություն չի տալիս։ Կրթությունն է տալիս դասատուն։ Կրթությունն է տալիս երեխայի դաստիարակությունը։ Դպրոցի շենքը ընդհանրապես ոչ մի կապ չունի կրթության։ Խոսել ենք այդ մասին, բայց կրթական համակարգում հիմա լավ, չէ, դե դա մի կողմ։ Ամենալավը գիտեք որն է։ Որ լիքը մարդ էս ինչ որ ես ասում հասկանում է։ Մենք կարողանալու ենք այդպես անենք, որ փոխվի։ Սա մենք երկու, անկախ մեր ցանկությունից եւ անկախ Նիկոլ Փաշինյանի ցանկությունից, անկախ Պուտինի ցանկությունից Հայաստանի զարգացումը ինքը ոչ միայն դրական է, այլ ինքը անհավատալի բան ունի, շարժ ունի դեպի առաջ։ Միակ խնդրեմը, որը մենք հիմա ունենք, դա տեմպն է։ Այսինքն մենք կարանք դա անենք 3-ից 5 տարում կամ 30-ից 50։ Նիկոլ Փաշինյանը գնում է 30-ից 50, ասել եմ ուժեղի, որ այդ 40 սուպեր մեգա դախլչիների
բաները իրանց պատկերացումներով իրանք դառնան Հայաստանի արիստոկրատիան եւ այտենց մտնեն Եվրոպա որպես արիստոկրատ չնայած իրանք փնթի պերսոնաժներ են ու սաղքյանք տենց է մնալու են կաղկենի յուղական ինտելիգենցիայի ցիլոներով բայց խնդիրը դրանում է այսինքն պետք է ճիշտ հասկանալ պրոբլեմը ոչ թե նրանում է որ Ռուսաստանը որ ինչ որ ման չէ իրանք բոլորն ուզում են ես այնօր խոսում էի տղեկի հետ ասում եմ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության Եվրոասոցիացիոն փաստաթուղթը ստորագրելու է տա Ինչու որովհետև ցանկացած ռացիոնալ մտածող մարդ իսկ ցանկացած հանցագործ ռացիոնալ մտածող է էլ չասված նախագաների մասը իրանք նախագահային դարը իրանք սոտիկի ռացիոնալ բան ունեն իռացիոնալ չէ հասկանում է որ բացի եվրոպական ինտեգրումից Հայաստանը տարբերակ չունի Ուրեմն Փաշինյանն էլ քանի որ վարչապետ է դարձել միանշանակ բայց հենց այդ այդ ուղղությամբ քայլ անի հենց է դա քայլ արա քայլ արա խերժի մերժի ինչպես ես եմ ասում խնդիրը նրանում է որ ինքը անում է դա երկար ինքը ձև է տալի որ ընդեղել է ստեղել է որ ինքը թավշա ոչ բռնի առանց ջարդած ցուցափեղկի բան բայց ինքը ձգում է ժամ բացատրում խիա ձգում որ են 40 ավազակները իրանց զգան իրանք փող ունեն շատ եվրոպական արիստոկրատ ընտանիքներից շատ փող ունեն հարցը դա չի բայց դա պիտի տևի իրանք պետքա հասկանան որ այդ փողը ոնց է ծախսվում ինչ արվում ոնց է ցավոք սրտի չի լինելու դա այսինքն ինքը ուղղակի ձգում է Մայիս ունենք, ինձ թվում է մինչև շատերն են խոսում։ Դե ինձ թվում է մայիսին ինքը թուղթ է տալու։ Մինչև մայիս ինչ որ բան արվելու է։ Մինչև չէ ինքը մայիսին թուղթ է տալու։ Ալիևասը չի ստորագրելու, սա ճար չունի, պետք է տա այդ թուղթը։ Որ թղթի մասին եք խոսում։ Եվրոասոցիացիան դիմումը պետք է տա, շանս չունի։ Պետք է տա, որ եվրոպացիք բանան են, ճնշեն Ալիևի վրա, որ ստորագրի։ Ինքը պետք է դա տա, ինքը պետք է հաղթի ընտրությունները, լավ հաղթի ընտրությունները, որ հետո կարողանա մարդկանց խափի, հրամցնի, տանի հանրաքվեի, որ հանրաքվեով փոխի սահմանադրությունը, որ ի վերջո այդ ստորագրի եւս մեկ անգամ ընտրվի։ Ինչի համար ասես ձգում։ Իրա պլանը ինքան པարզ է, ինքը բանը կտվոր ու գաղափարախոսություն ունի։ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ։ Չվախեք, մենք մեր ձեռնալն է ուսա, հա։ Սոցիոլոգ վերլուծաբան Կարեն Սարգսյանն էր, մեր զրուցակիցը զրուցուվար մեր ես Գայանե Արաքելյանս, բարին ընձես։